Բարի երեկո սիրելի հետևորդներ, այսօր այնքան զբաղված էի, որ չեմ հասցրել գրառումներ կատարել եւ լիքը հետևորդներ ինձ գրել են Նատալի ջան, ուր ես դու այսօր, ընդամենը 2 գրառում եմ բանում։ Սիրելիներ, ես երբեմն ցանկանում եմ իմ հետևորդներին տեղեկացնել, որ ես էլ եմ մարդ եւ երբեմն ինձ մոտ են լինում օրեր, որ կան անձնական գործեր եւ ես էլ պետք է զբաղվեմ իմ անձնական գործերով։ Այնքան շնորհակալ եմ ձեր հոգատարության, ձեր ջերմության եւ ամեն ինչի համար։ Ես ցանկանում եմ իմ հետևորդներին շնորհակալություն հայտնել մեկ անգամ եւս եւ ասել, որ ես ձեզ անչափ սիրում եմ եւ իրապես թող իմ սրտի սերը ձեզ տեղ հասնի, ձեզ մեկ անգամ եւս շնորհակալ եմ։ Հիմա անդրադառնամ այսօրվա տեղի ունեցածին, ինչից ես անչափ հուզվել եւ ուրախացել եմ, որից հետո կանդրադառնամ Կալուգեցի ստահակին։ Խնդրում եմ այստեղ ուշադրություն էկրանին։ Վարուկյան Գագորին, Քոչարյան Ռոբերտին, հոտելի տակենգնով Սերժին սպարնում եմ։ Սպարնում եմ, ասեմ, եթե սատկացնելու եմ, ծնկի եմ բերել։ Եթե կծծնելու եմ, սպարնում եմ։ Այստեղ ցանկանում եմ ասել բրավո, պարոն վարչապետ, շնորհակալություն ձեզ, մեծարգո վարչապետ պարոն Փաշինյան, եւ ես որպես ՀՀ քաղաքացի այսօր ուրախ եմ եւ հպարտ, որ ես հայ եմ։ 1. Երկրորդ, ցանկանում եմ ասել պարոն վարչապետ, դուք շատ մեղմ եք դրանց որակավորում տվել։ Դրանք ոչ միայն ստահակ են, այլ նաեւ չաթլախ ստահակ են։ Դրանք իրենց ազգի մեջ ցեղասպան քաղաքական գործիչներ են։ Եվ ես հիշում եմ, թե իմ ընկերները մինչ օրս որքան են ինձ գրում, դատական համակարգը չի աշխատում։ Սիրելիներս, հավատացեք, բոլոր համակարգերն էլ շատ շուտով կսկսեն աշխատել օրենքի տառին համաձայն։ Եվ ոչ մի ստահակ, չաթլախ ստահակ անմասն չի մնալու օրենքի դաշտում ուրեմն։ Իսկ հիմա ցանկանում եմ անդրադառնալ Կալուգեցի Սամոյին։ Այսօր պարզվում է, որ Բուլկին էլ է ինչ-որ Ռուսաստանի քաղաքացի, Տաշիր Սամոն էլ ինչ-որ FSB-ի աշխատող է, ինչի վրա ես կասկած անգամ չունեի, բայց իմ ուրեմն աչքը զարնեց մի հետաքրքիր տեսանյութ Տաշիր Սամոյենց էջերից մեկում եւ մեծ թափով տարածում էին իրենք, որ իբրև Տաշիր Սամոն իր դոմում սիդյեց и ждуть азербайджанцами։ Տաշիր Սամո, քեզ մի բան կասեմ։ Այդ որ որակում ես տվել, որ 300,000 ադրբեջանցի գալու է լծվի Հայաստան, ես քեզ ընդհանրապես մի բան կասեմ։ Ես հիմա եմ հասկանում, ինչու եք դուք մեծ թափով հարձակվում ինձ վրա եւ ինձ անվանում թուրքական եւ ադրբեջանական ագենտ։ Փաստորեն դուք ձեր ադրբեջանական քարոզչությունը ինձ հետ իմ մասին խոսելով փորձում եք ծածկադմփոց անել։ Այդ ֆիլմի մեջ խոսում էին ադրբեջաներեն, փաստորեն դուք ադրբեջանական լեզուն ներմուծում եք Հայաստանի Հանրապետություն։ Ճիշտ եք անում, բրավո, որովհետև անկախ ամեն ինչից Ադրբեջան պետությունը ինձ ամեն օր թույլ է տվել, որ ես հայերենով ինտերվյուներ տամ իրենց, ու ես առաջին հայ կինն եմ, ով ադրբեջանական հանրային հեռուստատեսության եթերում խոսել է հայերեն, բոլոր փաստերը YouTube-ում կա։ Ասեմ իմացեք դուք։ Եվ կրկնում եմ, հիմա եմ հասկանում, ինչու եք դուք ինձ արագ ասում, այ ադրբեջանական ագենտ, այ թուրքական ագենտ, որպեսզի ծածկադմփոց անեք ձեր քարոզչությունը։ Դուք ես քարոզչությունով ապացուցում եք ձեր ուրեմն FSB, ռուսական KGB ագենտ լինելու փաստը, եւ դա կփաստեն բազմաթիվ քաղաքացիներ։ Դա ձեր քարոզչության ձևն է։ Դա ձեր քարոզչության ձևն է։ Ես իրականում չեմ զարմանում, ընդհանրապես չեմ զարմանում։ Դա ձեր հերթական քարոզչությունն է։ Ես չէի պատկերացնում, որ ադրբեջանական լեզուն այդքան շուտ Տաշիր Սամոյի միջոցով կներմուծվեր Հայաստան։ Դեռ ոչ մի ադրբեջանցի քաղաքագետ, լրագրող եւ այլն այդ լեզվով լուրջ ինտերվյու չի տվել Հայաստանի հանրայինի եթերում, ինչպես ես եմ դա արել Ադրբեջանի հանրայինի եթերում։ Բայց դու այսօր ադրբեջաներեն լեզուն ներմուծել ես Հայաստան։ Եվ դա հատուկ
քարոզչության ձև է։ Սա թող գիտենա հայ ժողովուրդը, սա թող հայ ժողովուրդը գիտենա։ Սկզբում դու ֆինանսավորում էի ռուսական պատմական ֆիլմերը, ես վաղը չեմ զարմանա, որ քո կաշին փրկելու համար դու սկսես ֆինանսավորել ադրբեջանական պատմական ֆիլմեր տաշիր Սամո։ Հիմա պարզա թե ով է 300,000 ադրբեջանցի ցանկանում ներմուծել Հայաստան։ Պարզա չէ բոլորիդ սիրելիներս, թե ով է ցանկության հեղինակը։ Իդեպ ասեմ, շատ շուտով ես էլ եմ գնալու Ադրբեջան, ադրբեջանցիներն էլ են գալու Հայաստան որպես տուրիստներ։ Շրջելու ենք Հայաստանով եւ Ադրբեջանով բոլորս խաղաղ ապրելու ենք։ Բայց այն ինչը դու ես սկսել տաշիր Սամո, քո կոկորտին է կանգնելու։ Ես քեզ լուրջ եմ ասում, որովհետեւ մեր երկիրը ունի ղեկավար, որ քո նմաններին կսարքի կուլիսի փոշի։ Դուք կուլիսի փոշի եք։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրություններին, սիրելիներս, ինչ ենք անում 2026-ին, ձայն ենք տալիս 16-ին։ Այսքանը։